2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր եւ վիրավորներ։ Պատկերացնում եք։ Խաղաղություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև եւս մեկ անգամ այսօր առավոտյան քաղաքացիներին հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա սուր քննադատել է խորհրդարանական ընտրություններում իր գլխավոր հակառակորդներին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար ազգային բարերար տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի 1994-ից մինչև վերջերս Հայաստանը ոչ թե խաղաղություն է ունեցել, այլ պատերազմի հետաձգում, որի համար վճարել է անկախությամբ, ինքնիշխանությամբ եւ տնտեսական զարգացմամբ։ Եվ ուրեմն եկել է ժամանակը, գալիս է ժամանակը, եւ այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Հայաստանի վարչապետին դիմախոսները բազմիցս հիշեցրել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ են տեղի ունեցել ամենամեծ 3 ռազմական գործողությունները Հայաստանի ու Արցախի դեմ, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր զինվորներ, Արցախը հայաթափվել ու ամբողջությամբ հանձնվել է Ադրբեջանին, մինչև հիմա Ադրբեջանի բանտերում տառապում են հայ գերիները, տասնյակ անհետ կորածների մասին չկան որևէ տեղեկություններ, հակառակորդը օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Միայն ջերմուկում Ադրբեջանը զավթել է Երևանի չափ տարածք։ Արևմտյան Ասիայի ամերիկյան համալսարանները թիրախավորելու մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպառնալիքից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանն այսօր դասերն անցկացնում է հեռավար։ Սա պարզապես նախազգուշական միջոցառում է։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել եւ արկա չեն հիմքեր համալսարանի վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, նշել են բուհից։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի համալսարաններն այսուհետև դիտարկվում են որպես օրինական թիրախներ։ Նման հայտարարության պատճառ են դարձել իրանական բուհերին, այդ թվում Թեհրանի տեխնոլոգիայի ու գիտության եւ Սպահանի տեխնոլոգիայի համալսարաններին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Իսլամական Հանրապետությունից հայտարարել են, որ թիրախավորվելու է 2 համալսարան, իսկ երևույթը հետագայում բացառելու համար ԱՄՆ-ն պետք է կանխի Իրանի գիտահետազոտական կենտրոնի վրա Իսրայելի հարձակումները։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում դադար չեն վերցրել նաև հանգստյան օրերին։ Վաղ առավոտից ծոցի մի շարք երկրներ արդեն հայտնում են հարվածների եւ դրանց հետևանքների մասին։ Իսրայելական բանակը երկուշաբթի առավոտյան հարվածներ է հասցրել իրանական ռազմական ենթակառուցվածքներին Թեհրանի ողջ տարածքում։ Թիրախավորվել է նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանը։ Նահանգի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկելի է եւ որևէ վտանգավոր, թունավոր կամ աղտոտող նյութերի արտահոսք չի եղել, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։ Կեսգիշերից հետո Իսլամական Հանրապետությունում ավիահարվածներ են հասցվել նաև Մեհրաբադի միջազգային օդանավակայանին, ազգային բանակի մասնաճյուղին եւ Թեհրանի գործարաններից մեկին։ Պատերազմական գործողություններից անմասն չի մնացել նաև Բանդար Աբաս քաղաքը։ Իսրայելի ուժերը նաև ճամբար են ռմբակոծել Պաղեստինում։ Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությունը հայտնել է, որ խաղաղապահ է սպանվել, երբ կիրակի օրը արկեպայթել երկրի հարավային Աղջի Տալքուսայր գյուղի մոտակայքում գտնվող իրենց դիրքերից մեկում։ Մահացածը Ինդոնեզիայի քաղաքացի է, մեկ այլ խաղաղապահ էլ ծանր վիրավորում է ստացել։ Իրանը միաժամանակ հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում եւ Կատարում գտնվող թիրախներին։ Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի օդային տարածքում արձակվել է 14 բալիստիկ հրթիռ եւ 12 անօդաչու թռչող սարք։ Հարձակումներից մեկի թիրախում եղել է զինվորականներին պատկանող բազա, ինչի հետևանքով վիրավորվել է 10 զինվորական։ Իրանը հրթիռակոծել է նաև Իսրայելի Հայֆա քաղաքը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ գործողությունների ուժերի մի քանի 100 զինծառայողներ ժամանել են Մերձավոր Արևելք, միանալով հազարավոր ծովային հետևակներին եւ բանակային դեսանտներին, հայտնել են ԱՄՆ ռազմական երկու պաշտոնյաներ։ Հատուկ ջոկատայինները դեռևս կոնկրետ առաջադրանք չեն ստացել, սակայն որպես մասնագիտացված ցամաքային զորքեր նրանք կարող են տեղակայվել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար, կամ կարող են մասնակցել Իրանի նավթային հանգույցը Պարսից ծոցի հյուսիսում գտնվող Խարկ կղզին գրավելու գործողությանը։ Անանուն զինվորականների խոսքով զորքը որպես այլընտրանք կարող են օգտագործել նաև Սպահանի միջազգային օբյեկտում գործողությունների համար։ Հատուկ ջոկատայինները միացել են 2500 ծովային հետևակներին եւ եւս 2500 նավաստիների, որոնք վերջերս են ժամանել տարածաշրջան։ Ընդհանուր առմամբ այժմ Մերձավոր Արևելքում կա ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող, պաշտոնյաների պնդմամբ մոտ 10,000-ով ավելի քան սովորաբար, քանի որ Թրամփը որոշում է պատերազմում իր հաջորդ քայլը։ Իրանում տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն եւ դա նշան է, որ նրանց հետ գործարք կկնքվի։ Վաշինգտոն թռիչքի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան նաեւ հարցրել են, թե արդյոք Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի 15 կետանոց ծրագրին։ Նա ասել է, որ արձագանքել են ու մերժել կետերի մեծ մասը։ Թրամփը նաեւ տեղեկացրել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել նավթ տեղափոխող 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով, սկսած երկուշաբթի առավոտից եւ հաջորդ մի քանի օրերի ընթացքում, որպես հարգանքի նշան։ Ես միայն կասեի, որ մենք չափազանց լավ ենք առաջ գնում այդ բանակցություններում, բայց Իրանի դեպքում երբեք չգիտես, որովհետև մենք բանակցում ենք նրանց հետ, իսկ հետո միշտ ստիպված ենք լինում նրանց օդ բարձրացնել, ասել է Թրամփը։ Իսկ ահա Financial Times-ին տված հարցազրույցում նա արդեն հայտարարել է, որ շատ հեշտությամբ կարող է գրավել Իրանի Խարկ կղզին։ Խարկ կղզին, որը գտնվում է Իրանի արևմտյան ափերին, կենսական նշանակություն ունեցող նավթային տերմինալ է Մերձավոր Արևելքի երկրների համար եւ Պենտագոնի կողմից դիտարկվում է որպես ցամաքային գործողությունների հնարավոր կետ, թեև Միացյալ Նահանգները պնդում է, որ զերծ կմնա լայնամասշտաբ ներխուժումից։ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 1 բարելի դիմաց $115, արձանագրելով մոտավորապես 2.5% անոց աճ։ Հում նավթի գինը թռիչք է ապրում, իսկ բաժնետոմսերը գահավիժում են նաև այն պատճառով, որ Հութի ապստամբների խումբը միացել է Իրանին, ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ պատերազմում։ Բաժնետոմսերը մասնավորապես գահավիժում են Ասիայում, 5-ից 5.5%-ով անկում են արձանագրել ճապոնական ինդեքսները։ Վառելիքի գնի կտրուկ աճին էլ արձագանքել են Ավստրալիայում։ Երկրի իշխանությունները կիսով չափ կկրճատեն վառելիքի հարկը, որպեսզի նվազեցնեն վարորդների ծախսերը։ Երկրում լցակայանները վաճառվող բենզինի յուրաքանչյուր լիտրի համար գանձում են 52 ցենտ վառելիքի հարկ, որը 3 ամսով կկրճատվի կիսով չափ։ Այս ամենի ֆոնին էլ մեծ 7-նյակի երկրների արտգործնախարարները այսօր կհավաքվեն Փարիզում քննարկելու Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական հետևանքները։ Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել Palm Beach-ի օդակայանում Թրամփի օդանավի մոտ նկատված կասկածելի ԱԹՍ-ի պատճառով։ Օդ են բարձրացել F-16 կործանիչները։ Ազդանշանային հրթիռներ արձակելուց հետո օդանավն ապահով հեռացել է։ Իտալիայում թանգարանից գողացել են մի քանի միլիոն եվրո արժեքով արվեստի հայտնի գործեր։ Անհայտ անձիկ գողացել են Ռենուարի Ձկներ կտավը, Պոլ Սեզանի Նատյուրմորտ բալով եւ Անդրի Մատիսի Օթալիսկա պատշգամբում նկարները։ Կողոպուտի մանրամասները դեռևս հայտնի չեն։